Եվ նրանք առան Հիսուսին և տարան, և խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերեն կոչվում էր Գողգոթա, որտեղ և խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների, այս և այն կողմից, իսկ մեջտեղում Հիսուսին։ Պիղատոսը մի տախտակ էլ գրեց և դրեց խաչի վրա, և գրված էր. Հիսուս Նազովրեցի, հրեաների թագավոր։ Այս տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, ուր Հիսուս խաչվեց, քաղաքին մոտ էր, և գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։ Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրեաների թագավոր, այլ ինչ նա ասաց, թագավոր եմ հրեաների»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Իսկ զինվորները, երբ Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները և 4 մաս արեցին, յուրաքանչյուր զինվորի 1 մաս։ Իսկ քանի որ պատմությանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսած շուրջանակի, ուստի միմյանց ասացին. «Այդ չպատրենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի, որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մեջ և իմ պատմությանի վրա վիճակ գցեցին»։ Զինվորներն այս բանն արեցին։ Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը, Կղեոպասի կինը Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին», ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը», և այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ։ Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Եվ այնտեղ քացախով լի մի աման կար։ Զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թռչեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է», և գլուխը կախելով հոգին ավանդեց։